դեղորայքի գաղտնիքները մաթեմատիկայի և քիմիայի լեզվով։ Նախագծի նպատակն է քիմիայի և թվերի լեզվով բացահայտել դեղորայքի գաղտնիքները, ցույց տալ, թե ինչպես են թվերը, բանաձևերն ու հաշվարկները միայնություն մարդու առողջության պահպանման գործում։ Ցույց տալ, որ այն ուղղված է գիտելիքի տարածմանը, հետաքրքրության առաջացմանը և սովորողներին քիմիայի կիրառական կողմերի բացահայտմանը, միաժամանակ շեշտելով գիտության կարևոր դերակատարության և կյանքի որակի։ Նախագծի վերջնացումներ կարողանան կիրառել քիմիայի մաթեմատիկայի գիտելիքները դեղորայքի հաշվարկներում, հասկանալ թվերի ու բանաձևերի կիրառական արժեքը առողջապահության մեջ, սովորել ինքնուրույն վերլուծել և լուծել խնդիրներ, ստանալ պատկերացում դեղորայքի իրական գաղտնիքների մասին, ձևավորի գիտական մտածողության, զգագիտության գործնական գաղտնիքներ։ Քիմիա և մաթեմատիկան այն երկու հիմնական գիտություններն են, որոնք քիմիայում ստացել։ Մարդկությունը հին ժամանակներից փնտրել է բուժում հիվանդությունների դեմ։ Ռուսերից ստացված տումից մինչև ժամանակակից կենսատեխնոլոգիաներ դեղորայքի ճանապարհը հսկայական է և լի գաղտնիքներով։ Այս գաղտնիքները բացահայտելու համար մեզ անհրաժեշտ են քիմիան և մաթեմատիկան։ Քիմիան մեզ հնարավորություն է տալիս հասկանալու դեղերի մոլեկուլային կառուցվածքը, նրանց փոխազդեցությունը օրգանիզմի հետ, ինչպես նաև այն ռեակցիաները, որոնց միջոցով հնարավոր է ստանալ բուժիչ նյութեր։ Սակայն միայն քիմիան բավարար չէ յուրաքանչյուր դեղի արդյունավետությունը և անվտանգությունը հասկանալու համար։ Այստեղ մեզ օգնության է գալիս մաթեմատիկան, դոզան, ազդեցության տևողությունը, կողմնակի երևույթների հավանականությունը, դրանք հաշվարկվում և կանխատեսվում են մաթեմատիկայի միջոցով։ Այսպիսով, մաթեմատիկան և քիմիան լինելով առանձին գիտություններ, միասին ստեղծում են այն հզոր զույգը, որը թույլ է տալիս բացահայտել դեղորայքի իրական գաղտնիքները և ստեղծել միջոցներ, որոնք փրկում են միլիոնավոր կյանքեր։ Մաթեմատիկայի դերը դեղորայքում։ Դեղորայքի մշակման և կիրառման գործընթացում մաթեմատիկան կատարում է առանցքային դեր։ Յուրաքանչյուր դեղի արդյունավետության ու անվտանգության սահմաններ։ Եթե դեղի քանակը փոքր է, ապա այն չի ազդում, իսկ եթե դեղի քանակը մեծ է, ապա դառնում է վտանգավոր։ Այս մաթեմատիկական հաշվարկումների ու հավասարումների շնորհիվ բժիշկները հաշվում են ճիշտ դեղաչափը։ Դեղի շարժը օրգանիզմում ներծծումից մինչև արտազատում նկարագրվում է դիֆերենցիալ հավասարումներով։ Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպիսի կոնցենտրացիա կունենա դեղը արյան մեջ և ինչքան ժամանակ այն կմնա ակտիվ։ Ստեղծման ընթացքում անցկացվում են հազարավոր փորձարկումներ։ Մաթեմատիկական վիճակագրությունը օգնում է բացահայտել կողմնակի ազդեցությունները, վերլուծել տվյալները, ինչպես նաև պարզել դեղի արդյունավետություն։ Բացի այդ, մաթեմատիկան քիմիայում օգնում է հաշվարկելու դեղորայքի քանակը, ռեակցիաների արագությունը, ինչպես նաև էներգիան։ Բացի այդ, քիմիան մաթեմատիկային տալիս է իրական կյանքի կիրառություններ։ Քիմիան և մաթեմատիկան միասին ստեղծում են ճշգրիտ գիտություն, որը տալիս է հնարավորություն բացահայտել բնության գաղտնիքները։ Ուսումնասիրելով մաթեմատիկան մենք ավելի խորն ենք հասկանում քիմիան, իսկ ուսումնասիրելով քիմիան մենք տեսնում ենք մաթեմատիկայի գեղեցկությունը։ Մաթեմատիկան բացահայտում է քիմիայի լեզուն, իսկ քիմիան դեղորայքի գաղտնիքները։ Դեղորայքի ստեղծումը հնարավոր է միայն մաթեմատիկայի և քիմիայի համադրությամբ։ Քիմիան բացահայտում է մոլեկուլների կառուցվածքն ու ռեակցիաները։ Մաթեմատիկան թույլ է տալիս կանխատեսել դեղորայքի ազդեցությունը և հաշվարկել ճիշտ դոզը։ Դեղորայքը երբեք չի պարունակում միայն մեկ մաքուր նյութ, այն սովորաբար լուծույթ է կամ խառնուրդ։ Օրինակ, յոդի լուծույթ 5% յոդ գումարած 10% կալիումի յոդիդ գումարած 85% ջուր։ Այստեղ մենք օգտագործում ենք տոկոսային հաշվարկներ հասկանալու համար, թե ինչքան նյութ է պարունակում լուծույթում։ Առանց մաթեմատիկայի մենք չէինք կարող հաշվել, օրինակ 100 գրամ լուծույթում քանի գրամ յոդ կա։ Բժիշկները տեղամիջոց նշանակում են միլիգրամերով կամ գրամերով, բայց տեղը սովորաբար տրվում է հավերով կամ հորքով։ Օրինակ, եթե բժիշկը նշանակում է 0.25 գրամ, իսկ հավը 0.5 գրամ է, ապա մաթեմատիկական բարձրաշվարկը ցույց է տալիս, որ մեզ պետք է կես հավ։ Այս ամենը շատ բարձր թվաբանություն է, առանց որի տեղաչափը կարող է սխալվել։ Միլիգրամերով պետք է ճշգրիտ հաշվարկվի։ Օրինակ, եթե երեխաներին անհրաժեշտ է 10 միլիգրամ դեղանյութ յուրաքանչյուր հապի համար, ապա 30 կիլոգրամ երեխայի համար դոզան կլինի 30 անգամ 10, որն հավասար 300 միլիգրամ։ Տոկոսային հարաբերություններ։ Դեղերում միշտ նշվում է տոկոսային պարունակությունը, օրինակ 3% վերեկից կամ 5% յոդի լուծույթ։ Մաթեմատիկան օգնում է հասկանալ, թե տվյալ լուծույթում որքան ակտիվ նյութեր կան։ Քիմիական հավասարումներ։ Դեղերը պատրաստվում են քիմիական ռեակցիաներով, որտեղ անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել մոլեկուլների հարաբերակցությունը։ Վիճակագրություն և փորձարկում։ Դեղորայքը ստեղծելու առաջ այն անցնում է փորձարկումներ։ Արդյունքները վեր են լուծում մաթեմատիկական մեթոդներով, միջիններ, տոկոսներ, հավանականություններ։ Դեղաբաշխում, հավեր, սիրողներ, ներմուծման ծավալ, զանգված և խտություն։ Եթե հավի ակտիվ նյութը 500 միլիգրամ է, իսկ հենց ամբողջական հավը 1 գրամ է, ապա ակտիվ նյութի բաժինը ընկնում է դրան ոչի բաժանած մեկի պատկած 100%-ով, հավասար է 50%։ Կարճ ասած, մաթեմատիկան ապահովում է դեղերի ճշգրտությունը և
եւ առանց դրա դեղորայքը կլինի ոչ արդյունավետ եւ անվտանգ։ Քիմիայի դեղորայքում նոր դեղերի ստեղծում։ Քիմիան հենց այն գիտությունն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք ստեղծել նոր դեղեր։ Քիմիկոսները ուսումնասիրում են դեղերի մոլեկուլային կառուցվածքը, փորձում են ստանալ նոր միացություններ, որոնք կարող են բուժիչ ազդեցություն ունենալ։ Յուրաքանչյուր դեղ բաղկացած է ակտիվ նյութերից, որոնք ազդում են հիվանդությունների վրա, օրժանդական նյութերից, որոնք օգնում են հապին պահպանել ձևը, չափի եւ համ ունենալ։ Քիմիան օգնում է իմանալ, թե ինչ նյութեր պետք է միացվեն եւ ինչպես անել, որ դրանք միմյանցից չհակազդեն։ Մոլեկուլների կառուցված եւ ազդեցություն։ Մոլեկուլների ազդեցությունը կապված է մոլեկուլների ձևերից եւ կապերից։ Օրինակ, ասպիրինի մոլեկուլը գործում է այնպես, որ թույլատնում է ցանցը բորբոքումը։ Քիմիայի շնորհիվ որ կարելի է հասկանալ ինչու է մեկ մոլեկուլ բուժում, իսկ մյուսը վնասում։ Քիմիան օգնում է հասկանալ, թե ինչպես է դեղը պահվում տաքության, լույսի խոնավության ժամանակ, ինչ ռեակցիաներ կարող են այն փչացնել եւ ինչ ժամկետ ունի այն։ Մարդու օրգանիզմում տեղի ունեցող ռեակցիաներ։ Երբ մենք դեղ ենք ընդունում, մեր օրգանիզմում տեղի է ունենում ռեակցիաներ։ Դեղը լուծվում է, անցնում է արյան մեջ, արձագանքում է մոլեկուլների հարաբերակցությանը։ Քիմիան բացատրում է, թե ինչպես է դեղը բուժում։ Մի խոսքով, քիմիան մեր առջև բացում է դեղորայքի գաղտնիքը, իսկ մաթեմատիկան օգնում է հաշվարկել ու կիրառել այն։ Մաթեմատիկան գումարած քիմիան հավասար է դեղորայքի գաղտնիքներին։ Երբ քիմիան եւ մաթեմատիկան միահյուսում են, առաջանում է նոր գիտություն՝ ֆարմակոլոգիական մաթեմատիկա, որը թույլ է տալիս կանխատեսել դեղի ազդեցությունը տարբեր օրգանիզմների վրա, ստեղծել անվտանգ եւ արդյունավետ դեղեր, բացահայտել հիվանդությունների բուժման նոր ուղիներ։ Այս համագործակցությունը ոչ միայն գիտական հետաքրքրություն ունի, այլ նաև կապված է մարդու կյանքի եւ նրա առողջության հետ։ Այժմ մենք ձեզ կներկայացնենք մի քանի օրինակներ, որտեղ ցույց կտան, թե ինչպես են մաթեմատիկա եւ քիմիան միասին բացահայտում դեղորայքի գաղտնիքները, խնդիրներ եւ լուծումներ, դեղաչափի հաշվարկ։ Առաջին խնդիրը. Եթե 1 կիլոգրամ քաշ ունեցող, եթե 1 կիլոգրամի համար անհրաժեշտ է 5 միլիգրամ դեղ, ապա որքան միլիգրամ դեղ է անհրաժեշտ 50 կիլոգրամ քաշ ունեցող մարդու համար։ Լուծում 5 անգամ 50 հավասար է 250 միլիգրամ, պատասխան 250 միլիգրամ դեղ։ Կապնի լուծումները որ Երևան, հա, Լուծույթի պատրաստում պետք է ստանալ 100 միլիգրամում 0.9% ստանալ լուծույթ, քանի գրամ աղը անհրաժեշտ։ Յուրաքանչյուր լուծում, յուրաքանչյուր 100 միլիգրամի համար մեզ անհրաժեշտ է 0.9 գրամ աղ, բարբերական համակարգի պարզ հաշվարկ։ Եթե լուծույթում բարբերական համակարգը հինիկ է, ապա այն թթվի է, թե հին, քանի որ բարբերական համակարգը փոքր է նյութից, ապա այն թթվային է։ 4. Գազի օրենքի կիրառություն։ Փոքր բալոնում գազ զբաղեցնում է 1 լիտր ծավալից, ճնշումը 2 մթնոլորտ։ Ինչքան կլինի ճնշումը, եթե ծավալը մեծացնենք մինչև 2 լիտր, եթե ջերմաստիճանը չի փոխվում։ Լուծում. Բոյլի օրենքով P1 հավասար է P2 V2, այսինքն 2 անգամ 1 հավասար է P2 անգամ 2, հետևում է P2-ը հավասար է 1 մթնոլորտ, պատասխան 1 մթնոլորտ։ Կանչուր 2 ժամում կիսում է։ Եթե սկզբում ունենանք 80 միլիգրամ, ապա 6 ժամից քանի միլիգրամ կմնա։ Լուծում. 80-ը հարաբերած 2 խորանարդի հավասար կլինի 10 միլիգրամ, պատասխան 10 միլիգրամ։ Վիճակագրական պարզ օրինակ։ Պայման դեղը փորձարկվել է հալ մարդու վրա, ուսումնի մոտ եղել է լավ արդյունք, քանի տոկոս արդյունավետություն ունի դեղը։ Լուծում. 80-ը հարաբերած հալի դառնում է 0.8, ինչն էլ դառնում է 80%, պատասխան 80%։ Նոսրացման պարզ խնդիր։ Նոսրացման պարզ խնդիր։ Պայման ունենք 10 մլ լուծույթ, եթե այն նոսրացնենք հավառ, քանի անգամ է լուծույթը նոսրացվել։ Լուծում հավառը հարաբերած 10-ի, պատասխան 10 անգամ։ Գրաֆիկականը Խտության պարզ օրինակ, պայման 200 մլ ջրում լուծվել է 2 գրամ աղ, որքան է տոկոսի խտություն է, 2-ը հարաբերած 2-ը բազմապատկած հավասար է 1%, պատասխան 1%։ Նաև հիմա մենք ձեզ կներկայացնենք մի փոքր գրաֆիկական խնդիր, ժամանակ կոնցենտրացիա, հետևյալ սլայդկաշարում կարող եք այն տեսնել։ Այժմ կատարվում է փոքր հաշվարկ։ Պայմանն է. 30 աշակերտից 12-ը հիվանդության ժամանակ ընդունել են դեղը եւ լավացել։ Քանի տոկոս աշակերտը լավացել։ Լուծում. 30-ը բաժանում ենք 12-ի, որը հավասար է 0.4։ 12-ը բաժանում։ Հա, 12-ը բաժանում ենք 30-ի, որը հավասար է 0.4, որը հավասար է 40%։ Պատասխան 40%։ Այսպիսով, մաթեմատիկան եւ քիմիան այն երկու թևերն են, որոնցով բժշկությունը բարձրանում է դեպի առողջության գագաթը։ Դեղորայքի յուրաքանչյուր հապ իր մեջ կրում է ոչ միայն քիմիական բանաձևի ուժը, այլև մաթեմատիկական հաշվարկի ճշգրտությունը։ Երբ այս գիտությունները միավորվում են, մարդը ստանում է ամենաթանկ բանը՝ առողջություն եւ կյանքի երկարություն։
Այժմ մենք ձեզ կներկայացնենք առօրյայում շատ հաճախ օգտագործվող մի քանի դեղորայքի անվանումներ, նշելով դրանց քիմիական բանաձևերը, բաղադրությունը, բացատրությունը, դոզավորման համակարգը, թե մեծահասակների եւ երեխաների համար որքան միլիգրամ դեղ է անհրաժեշտ եւ դրանց ընդունման քանակը օրական։ Օրինակ, առաջինը պարացետամոլ։ Պարացետամոլ հենց ինքը ակտիվ նյութ, պարացետամոլ 500 մգ 0.5 գրամ։ Նրա քիմիական բանաձևն է C8, H9, NO2, նրա լրացուցիչ նյութերն են ազդեցությունները կողմնակի, որոնք են օսլա 20%, թարք 2% եւ մագնեզիում նիստեարատ 5%։ Այս դեղի տեսակը օգտագործվում է ջերմությունը իջեցնելու եւ ցավի կազմելու։ Այժմ ներկայացնենք ձեզ դոզավորման համակարգը։ Մեծահասակների համար անհրաժեշտ է կարելի է օգտագործել օրական մինչև անգամ 4 մգ եւ 4 անգամ ընդունելու համար, իսկ երեխաների համար 10-ից 15 մգ յուրաքանչյուր կիլոգրամ քաշի համար։ Քիմիական բանաձևը C9H8O4 ակտիվ ասետիլսալիցիլատ 300 մգ, լրացուցիչ նյութ օսլա 15%, ցելյուլոզա 10%, օգտագործում է տենդիչեզլող, ցավազրկող, հակամակարիչ, դոզավոր մեծահասակների 300-ից 500 մգ յուրաքանչյուր 4-ից 6 ժամում է, երեխաներին խորհուրդ չի տրվում մինչև 12 տարեկան, քանի որ կարող է առաջացնել ռեյեի համախտանիշ։ Իբուպրոֆեն քիմիական բանաձևը C13H18O2 ակտիվ նյութ է իբուպրոֆեն 200 մգ մոտ 25%, լրացուցիչ նյութ է լակտոզա 15% եւ մագնեզիումի ստերատ մոտ 5%, դոզավորումը մեծահասակների 200-ից 400 մգ յուրաքանչյուր 6-8 ժամում 1, իսկ երեխաները 5-ից 10 մգ յուրաքանչյուր 6-8 ժամում 1, նպատակը հակաբորբոքային ցավազրկող տենդիչեզլող։ Վիտամին C քիմիական բանաձևը C6H8O6 ակտիվ ասկորբինատ 500 մգ, լրացուցիչ նյութեր գլյուկոզա 20%, օսլա 10%, նպատակ հաստատում է իմունիտետը, հակաօքսիդանտ է, դոզավորում մեծահասակներին օրական 500-ից 1000 մգ, երեխաներին օրական 100-ից 300 մգ։ Ամոքսացիլին քիմիական բանաձև C16H19N3O5S ակտիվ ամոքսացիլին 500 մգ, լրացուցիչ նյութեր նատրիումի ցիտրատ եւ մագնեզիումի ստերատ, նպատակ լանսպեկի հակաբիոտիկ, դոզավորում մեծահասակներ 500 մգ յուրաքանչյուր 8 ժամում 1, երեխաներ 20-ից 40 մգ օրական բաժանված 3 ընդունում։ Կալցիումի գլյուկոնատ քիմիական բանաձևը C12H22CaO14 ակտիվ նյութ կալցիումի գլյուկոնատ 500 մգ մոտ 45%, լրացուցիչ նյութեր օսլա 15% տախտոսաներ, նպատակը օգնում է կալցիումի պակասի դրացումը, ոսկրերի ամրացում, դոզավորում մեծահասակներին 1-ից 3 գրամ օրական, երեխաներին 0.5-ից 2 գրամ օրական, կախված տարիքից։ Քիմիական բանաձևն է նատրիումի քլորիդ, քիմիական բանաձևն է նատրիում քլոր, ակտիվ նյութ է նատրիում օքսիդ, նատրիում քլորիդ 0.9 գրամ յուրաքանչյուր 100 մգ, լրացուցիչ բաղադրիչներից է ջուրը 99.1%, նպատակն է օրգանիզմի հեղուկի հավասարակշռության պահպանում, տեղերի ներարկման հիմք, դոզավորումն է մեծահասակները ըստ բժշկի, սովորաբար 500 մգ, 2 լիտր օրական, երեխաներ փոքր դոզաներ, կախված քաշից ու անհրաժեշտությունից։ Մեթֆորմին ակտիվ նյութ հենց ինքը մեթֆորմինի հիդրոքլորիդ, նրա քիմիական բանաձևն է C4H11N5, այն օգտագործվում է ինչպես նաև լրացուցիչ նյութերն են մագնեզիումի ստեարատ 5% եւ միկրոկրիստալային ցելյուլոզը 20%, այն օգտագործվում է դիաբետի բուժման համար, ինչպես նաև արյան գլյուկոզի նվազեցման համար։ Դոզավորման համակարգը մեծահասակների համար օգտագործվում է 500-ից մինչև 2000 մգ օրական 2-ից 3 ընդունումով, իսկ երեխաների փոքրահասակների համար օգտագործվում է 10-ից 15 մգ 500 մգ-ից։ Սպիրոնոլակտոզ քիմիական բանաձևը C24H32O4S ակտիվ սպիրոնոլակտոզ 25-ից 100 մգ կախված դեղահատից, լրացուցիչ նյութը օսլա 10%, լակտոզա 15%, օգտագործվում է բարձր ճնշման եւ ուռուցքների դեպքում, դոզավորում մեծահասակների 25-ից 100 մգ օրական, երեխաների 1-ից 3 մգ օրական։ Վիտամին D3 քիմիական բանաձևը C27H44O ակտիվ նյութ, սովորաբար 400 մգ, լրացուցիչ նյութեր յուղային հիմք, նպատակն օգնում է կալցիումի յուրացմանը, ոսկրերի եւ ատամների առողջությանը, դոզավորում մեծահասակներին 600-ից 800 գրամ օրական, երեխաներին 400-ից 600 գրամ օրական։
Բետազին քիմիական բանաձևը C6H9J2NO, յոդի միացությունը պոլիվինիլ պիրովիդոնի հետ։ Ակտիվ նյութ է պովիդոն 7-10% լուծույթ, լրացուցիչ բաղադրիչներ ջուր, նպատակը մաշկի և վերքերի ախտահանում, դոզավորումը 2-ից 3 անգամ առավելագույնը արտաքին օգտագործման համար։ Յոդ քիմիական բանաձևն է յոդ 2, լուծված է կալիումի յոդիդի և ջրի մեջ։ Ակտիվ նյութ է յոդ 5 գրամ յուրաքանչյուր 100 մգ-ում։ Լրացուցիչ նյութերն են կալիումի յոդիդը 10 գրամ ջուրը մինչև 100 մգ։ Նպատակն է մաշկի ախտահանում, դոզավորումը, արտաքին օգտագործում միայն փոքր քանակությամբ։ Պերոքսիդի քիմիական բանաձևն է H2O2, ակտիվ նյութ հիդրոգեն պերոքսիդ 3% նյութ, լրացուցիչ բաղադրիչներ ջուր 99%, նպատակ վերքերի ախտահանում, արյան հոգի դադարեցում, դոզավորում, արտաքին օգտագործում միայն անմիջապես վերքերի վրա։ Մարդու առողջությունը կախված է այն գիտելիքներից, որոնք մենք ձեռք ենք բերում գիտության միջոցով։ Մաթեմատիկան և քիմիան ոչ միայն բացահայտում են տեղորայքի գաղտնիքները, այլև ստեղծում են ապագայի բժշկություն։ Այս երկու գիտությունների ներդաշնակ համագործակցության շնորհիվ այսօր մենք ունենք դեղեր, որոնք մահացու հիվանդությունների դեմ են պայքարում և ապահովում են առողջ ապագա։ Հասկանա։